76-ամյա տիկին Աիդան միայն ակտոշակառու է, ամուսնու մահից հետո արդեն 20 տարի բնակվում է Արաբկիրում գտնվող այս բնակարանում։ Ամիսներ առաջ վարչական շրջանի ղեկավարի կողմից յուրաքանչյուր 5 շաբթի անցկացվող քաղաքացիների ընդունելության ժամանակ ներկայացնելով իրեն ամենից շատ հուզող բնակարանային պայմանների եւ մասնավորապես հատակի հետ կապված խնդիրները, տիկին Աիդան իր խոսքերով չէր էլ կարող պատկերացնել, որ հաջորդ օրն իսկ ամեն ինչ փոխվելու է։ Տեղում լինելով եւ ծանոթանալով տիկնոջ բնակության պայմաններին, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։ Արդյունքը չուշացավ։ Ես զգում եմ մենակ չեմ, ես շատ գոհ եմ, որտեվ այսքան մարդկային դարում չկա։ Ես գիտեի ոնց է Անդրանիկ Մարգարյան եւ ինչ կլինի իրան ժառանգը։ Հասկանում եք, ու ես հեպարտանում եմ, որ հիմա ջահելները ու հեպարտանում ջահելները այնպես գործ ունի։ 2 օր առաջ գնացել եմ քաղաք։ Քաղաքը փոխվեց, ոնց որ ծաղկում է։ Երևանցիներից շատերն իդեմս տիկին Աիդայի քաղաքացիների ընդունելությունները տեսնում են որպես իրենց խնդիրների լուծման բանալի եւ քաղաքային իշխանություն բնակիչ կապի ու փոխվստահության լավագույն օրինակն են։ 2 տարի առաջ եկանք օգոստոսին Հալեբից, արդեն պատերազմը Հալեբ էր հասել, եկանք ոս ամեն տեսակի գարիքի պետք կար։ Թամարան Երևանում ապրում է ամուսնու եւ 3 անչափահաս երեխաների հետ վարձակալած բնակարանում, ինչպես Սիրիայից գաղթած այս, այնպես էլ մյուս ընտանիքների համար խնդիրները հիմնականում սոցիալական են։ Վարչական շրջանի ղեկավարի կողմից կազմակերպվող բնակիչների ընդունելությունները նաեւ նրանց սիրիահայերի համար են օգնության հասնելու միշտ պատրաստ ձեռք։ Եկանք թաղավետարան ընդունելության օրը, մեզ լավ թիմավորեցին, ընդունեցին, մտիկ կնեն, մեր հարցերով գսպավին, աչակցություն գգուտան, գոքնեն, սնունդով, էքսկուրսիա երեխաներին գանեն, էտա շատ շնորհակալություն, ամեն ցևով մեզ աչակցություն գնեն, ուշադրություն գտարցնեն, Դարոն Մարգարյանը, Հրայր Անդոնյանը։ Սիրիահայերի նկատմամբ ուշադրությունն առանձնահատուկ է եւ մշտական։ Այդ մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ սոցիալապես անապահով հարյուրավոր սիրիահայերի համար իրականացվում են սոցիալական աջակցության տարբեր ծրագրեր։ Քաղաքացիների ընդունելությունը դիտարկելով որպես աշխատանքային կարևորագույն սկզբունք, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տարբեր վարչական շրջանների ընդունելություններին պարբերաբար մասնակցում են քաղաքապետի տեղակալները, ինչպես նաև այլ պաշտոնյաներ։ Այսպես բնակիչներին մտահոգող շատ հարցեր ու խնդիրներ լուծում են ստանում նաև հենց ընդունելության ժամանակ։ Ես ավելի քան գոհ եմ եւ ոչ միայն այդ ընդունելությունից, ընդհանրապես վերաբերմունքից Մարդը ամեն խոստացավ, ամեն արավ, շատ գոհ եմ ընդունելությունից էլ, որ մարդիկ հարցու պատասխանը շատ դրական, շատ քաղաքավարի, շատ գիտից պատասխան տվին։ Ես շատ գոհ եմ։ Շատ ուրախալի է, որ տարբեր տեսակի հարցեր քաշքշուկ չի առաջացնում, անմիջապես կարող ես հերթագրվել ու զրուցել։ Եղել է առիթ դիմումի տեսքով դրական լուծում տվել է, որն էլ վստահություն աներշնչել, որ երկրորդ անգամ դիմեմ։ Երևանցիներն իրենց հետաքրքրող հարցերով եւ առաջարկներով դիմում են նաեւ քաղաքապետարան, վարչության պետերի եւ այլ պատասխանատուների կողմից անցկացվող ընդունելությունների ժամանակ։ Թե քաղաքապետարանում եւ թե վարչական շրջաններում քաղաքացիների ընդունելությունները լինելու են շարունակական, քանզի այս ձևաչափն արդեն իսկ ապացուցել է իր արդյունավետությունը բնակիչների հետ կապի ամրապնդման եւ խնդիրների լուծման տեսանկյունից։ Այդ մասին է վկայում նաեւ ընդունելության եկող քաղաքացիների թիվը։ Միայն օգոստոս ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ ընդունելություններին մասնակցել է 630 բնակիչ։ Բարձրացված հարցերի զգալի մասն արդեն կարգավորված է։ Մի մասն ընթացքում, իսկ որոշ հարցեր էլ, որոնք քաղաքապետարանի լիազորությունից դուրս են եղել, ուղղորդվել են համապատասխան կառույցներ։